Թխում ենք Սովետական Միության հայտնի տորթերից մեկը՝ կիտրոնով տորթ։ Եկեք թխենք։ Կարագ ալյուրի հետ մի փոքր տրորում ենք, մեկ պտղունց աղի հետ։ Հետո առանձին ամանում ձուն առանձնացնում ենք դեղնուցի ու սպիտակուցի։ Հարում ենք շաքարավազի ու վանիլի հետ, մինչև ձուն կսպիտակի եւ շաքարը մի փոքր կմերվի։ Ավելացնում ենք ալյուրի եւ կարագի զանգվածին, թթվասեր ենք ավելացնում, սոդա, խառնում ենք եւ էտապ ավելացնում ենք ալյուր ու խմոր հունցում։ Ստացվում է փափուկ, էլաստիկ խմոր։ Սեղանի վրա ալյուր ենք ցողում, խմորը բաժանում ենք 3 հավասար մասերի, գնդում ենք, հետո տեղավորում սառնանում մոտ 1 ժամով։ Մինչ խմորը սառնանում հանգստանում է, մենք պատրաստենք կրեմը։ Կրեմի համար մենք օգտագործելու ենք կիտրոն, սա գլխավոր բաղադրիչն է մեր տորթի։ Այն հարկավոր է լավ մանրացնել։ Հարիչի թասի մեջ լցնում ենք սպիտակուցը, որը մենք առանձնացրել էինք, վանիլ ենք ավելացնում, շաքարավազի հետ հարում, մինչև շաքարը մերվի եւ ամուր կայուն մասա ստացվի։ Այստեղ վերադարձնում ենք կիտրոնը, լավ խառնում ենք եւ մի կողմ դնում։ Նույն չափի 2 կտոր յուղաթուղթ ենք վերցնում, խմորը դնում ենք մեջտեղում, ձեռքերով մի փոքր բացում ենք, հետո սկսում ենք գռտնակով տարածել մեզ հարմար չափ։ Անմիջապես տեղավորում ենք ջեռոցի տապակի վրա, հեռացնում ենք մյուս թուղթը եւ թխում ենք 200 աստիճանում մոտ 15 րոպե մինչև նուրբ վարդագույնի։ Պատրաստի շերտերը բոլոր կողմերից հավասարեցնում ենք, կողքերը պահում ենք ու սկսում ենք հերթով կրեմապատել մեր շերտերը։ Իրար ետևից դնում ենք 3 շերտնել, ամենավերջին շերտը դնում ենք կրեմով պատում, մանրացնում ենք փշուրը, ամբողջ տորթի երեսը փշուրապատում ենք։ Ըստ անհրաժեշտության կարող եք նաև ջնարակ լցնել, բայց ես հենց այսպես եմ սիրում։ Կտրում ենք ու մատուցում։ Այն շատ փխրուն է, շատ նուրբ, ընդգծված կիտրոնի համով եւ չափազանց համեղ։ Պանեքոլովակն ու պարտադիր թխեք, չափազանց համեղ է։